Սոլովյովը կոչ է արել, որ Ռուսաստանը հարձակվի Հայաստանի վրա։ Ինչու իշխանությունները չեն պատասխանում դրան։ Չկարա ասեմ, ինչի չեն պատասխանում, ինչ իմանամ։ Չգիտեմ։ Բայց պետք է արձագանքեն որևէ։ Իհարկե պիտի արձագանքեմ, ոնց տենց բան կլինի։ Ասա չեմ անում, չգիտեմ։ Տող իշխանությունը մտածի, պատասխանը ես ինչ ասեմ։ Պապին ակել։ Չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես տեղյակ չեմ։ Շատ սխալ են անում, որ չեն պատասխանում։ Ու պետքա շատ կոշտ պատասխան տրվի։ Ինչու չկա արձագանք։ Դժվարանում եմ ասել, որովհետև անողնաշար քաղաքականությունը երբեք լավ բանի չի տանի։ Ինչ-որ ժամանակ պետք է էլի։ Մանավանդ Ղազախները արդեն բան են անում։ Որտեղ մենակ Հայաստանը չէր ասել, Ղազախստան ու Հայաստան։ Իրանք նոր հիշել են, որ Հայաստանը իրանց պետք է։ Այդ նույն Սալավիոնները, որ առաջ ասում էին ումա պետք Հայաստանը որ։ Չգիտեմ, աստվածտա այդ նույն իշխանությունը այնքան խելացի լինի, որ առանց աղմուկի իր արածն անի։ Բայց գործողությունները այն ինչ-որ մինչև հիմա անում են, դեռ ցույց չի տալի, դա էլի։ Մանավանդ հիմա սխառը վիճակում պետք է կողմնորոշվել, շատ արագ։ Չգիտեմ, այնքան հոգսիրով շատ եմ չեմ զբաղվում հետ։ Ամենայն դեպս ռուսից եկում ուշ պետք է գնանք մենք, սահմանամերձ տեղ են։ Բայց ինքը ռուս է, ռուս լրագրող է, ով կոչ է արել, որ Ռուսաստանը հարձակվի Հայաստան։ Դες բան չի լինի։ Երևի իշխանությունը իր մեղքը ունի դրա մեջ, դրա մեջ չի պատասխանում։ Բայց պետք է արձագանքի այդ հայտարարությունը։ Իհարկե։ Ամեն մի բան պատահական չէ, ինչ որ հիմքեր կան, որ ասում են։ Ես չգիտեմ ինչ ասել, ով է ինչ ասել, բայց որ ասում են, ուրեմն ինչ որ մի հիմքեր կա։ Ռուս լրագրող Վլադիմիր Սալավյանը։ Գիտեմ, հաղորդաշար ունի։ Ամենայն դեպս թող պատասխանեն, ինչ է այս կողմ։ Պատասխանեն հիմնավոր, ոչ թե ստից։ Սուտը այս իշխանությունների գործելակերպն է։ Ես տենց բաների չեմ հավատում, խաբում են։ Սալավյովը ուրիշ բան չի էլ կարող անի։ Իսկ ինչու մեր իշխանությունները չեն արձագանքում։ Իշխանությանը հարցրեք։ Ձեր կարծիքով։ Իմ կարծիքով իշխանությունները շատ ավելի բան գիտեն ու գիտեն ոնց պատասխանել։ Իրանք կգտնեն ձևը։ Իսկ ինչի չեն պատասխանեն, եթե չեն պատասխանեն։ Ժամանակ գա կպատասխանեն։ Երբ է ժամանակ։ Երբ հարձակվի։ Որ իրանք չեն, հաստատ Ռուսաստանը չի հարձակվի Հայաստանի վրա նախ։ Սալավյովը գալաթ արի որ տես բան ասել։ Կներեք արտահայտությանս, բայց ես համոզված եմ դրանով, որ Ռուսաստանը չի հարձակվի, որտեղ իրան ձեռ չի տալի դա։ Ինչու։ Ինչու։ Որտեղ մենակ կմնա։ Արդեն առանց էտել շատ պետություններ իրանից երես են թեքի։ Հիմա Հայաստանը մի քիչ կարծուկամի մեջ է։ Համար եթե Հայաստանը նեղացնի ավելի շատ, զատի շատ է նեղացրել։ Մի քիչ ճիշտ չեմ արտահայտում երևի, բառերս մի քիչ բան չի, ժողովրդական ձևով եմ ասում, կներեք, այդքան բան աղջիկ ջան։ Չգիտեմ, էլ ինչ ասեմ, էլ ինչ ավելացնեմ, չի անի, հաստատ չի անի, Սալավյովը մի ժամանակ որ հայերի պոչը բռնացման էր գալի այդ Սալավյովը, հիմա հայ բանա դարձի, հակա Հայաստանի չի հարձակվի հաստատ, ես համոզված եմ դրանում։ Ես չեմ նայում իրանց մոտ։ Ինչու իշխանությունը չի պատասխանում։ Ես դες թվում է իշխանությունից եմ։ Դոսալավը ոնց գարցակվի։ Այդ ուջան։